Կարեն ցավը բայց այսօր ինձ նույնն է մոտոր Կարեն ցավը ապրես Կարեն ապմատ Կարեն նպատակներ կատարել Կարեն ցավը տանեմ ապրես Կարեն լավ մարդ Կարեն Կարեն ցավը տանեմ ապրես Կարեն լավ մարդ Կարեն հա նպատակներ կատարել Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր ես ողջունում եմ ոչ միայն իմ, այլև համացանցի ամենասիրված հումորիստ բլոգերներից մեկի Տարոն Ստեփանյանի, նույն ինքը Տար Ստատուի հետևորդներին եւ ձեզ վստահեցնում եմ, որ այսօր մեզ սպասում է բացառիկ, հետաքրքիր եւ ուրախ հարցազրույց։ Այսօր բացահայտելու ենք ոչ միայն հումորիստ, այլև բազմատաղանդ Տարոնին, ով ստեղծագործում է ոչ միայն մեր իմացած բնագավառներում, այլև արվեստի բնագավառում, նաև ունի հեղինակած երգեր, մի խոսքով բացահայտելու ենք Տարոնին տարբեր կողմերից ու միգուցե հնարավորություն ունենանք Տարոնի մայրիկին վերջապես տեսնելու, դե եթե կարողանանք նրան համոզել, որ գա եւ ողջունի նաև իր հետևորդներին ու իր սիրելիներին։ Ողջույն Տարոն ջան, շնորհակալ եմ շատ, որ ընդունեցիր այս հրավերը եւ ես վստահ եմ, որ մենք այսօր ունենալու ենք այնքան հետաքրքիր եթեր, ինչքան որ քո կոնտենտն է ու բնականաբար համեմված հումորով։ Բարև Մարիաննա ջան, ուզում եմ շնորհակալություն հայտնել հրավերի համար եւ ուզում եմ ողջունել իմ բոլոր հետևորդներին ու ուզում եմ ասեմ, որ ձեզ բոլորիդ շատ սիրում եմ։ Տարոն ջան, վերջին օրերին համացանցը ամբողջությամբ ողողված էր Կարեն երգով եւ որը հայտնի էր ոչ միայն Հայաստանում, այլև նրա հայտնիության սահմանները արդեն ավելի ընդլայնվեցին, սկսեցին ամբողջ աշխարհում այդ երգը սիրել ու տարածել ու ամբողջ համացանցը ողողված էր երկու հարցով։ Առաջին, ուղիղ մեջբերում եմ կատարում, ով է այս շեդևրի հեղինակը ու երկրորդ, ով է Կարենը։ Առաջին հարցի պատասխանը արդեն բոլորս իմացանք, շեդևրի հեղինակը դու ես, Տարոն Ստեփանյանը, իսկ ով է Կարենը, կխնդրեմ, որ դու պատասխանես այս հարցին, որին բոլորը սպասում են։ Կարեն ցավը տանեմ, ապրես Կարեն, ապատ Կարեն, նվատ Կարեն, նվատ ագրր կկատարվեն, ապրես Կարեն, ճանճան Կարեն, տաշ, 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 Իրականում A few moments later. Իրականում երգը ինչ որ կոնկրետ մարդու չի վերաբերվում, քանի որ ես չունեմ Կարեն անունով ծանոթ։ Երգը հերթական անվանական երգերից մեկն է, որի վրա որ ինձ պահանջվեց աշխատել 2 օր։ Իմ կարծիքով հենց այդ 2 օրն էր, որ ստիպեց մարդկանց, հա, կամ այդ 2 օրն էր, որ շատ դժվար ես ստացա այն ինչ որ ուզում էի, թե երաժշտության հետ կապված, թե բառերի հետ կապված, բառերը շատ հասարակ բառեր են, բայց երաժշտությունը բառերի հետ այդ աշխուժ ստեղծելը շատ դժվար էր իմ համար, որովհետև ես 2 օր տանջվել եմ, փորձում էի ու վերջապես ստացա այն, ինչ որ ստացա։ A few moments later. Հիմա արդեն ինչպես նշեցի, բոլորը գիտեն, որ երգի հեղինակը դու ես, բայց նաև աչքովս ընկավ, որ դեռևս մի փոքր խնդիր ունենք, որը Հայաստանում կարծում եմ մի քիչ շատ տարածված է, դա մտավոր սեփականության իրավունքի խախտումն է, որովհետև ուրիշ է, երբ տեսանյութը տարածում ես եւ չգիտես ում երգն է ու չես նշում հեղինակի անունը, բայց կա նաև մի ուրիշ բան, որը իմ կարծիքով այնքան էլ ընդունելի չէ։ Օրինակ մարդիկ, որը մարքեթինգի տեսանկյունից բավականին արդյունավետ է ու շատ ճիշտ որոշում են կայացրել, սկսել են երգի բառերով ստեղծել ինչ-որ տարբեր իրեր, հեռախոսների պատյաններ, հագուստ, տարբեր կենցաղային առարկաներ, սակայն ինչպես նկատեցի, ոչ միտեղ հեղինակային իրավունքը պահպանված չէ։ Մի փոքր անդրադառնանք նաև այս հարցին, որովհետև եթե մենք կարողանում ենք հիթը վերածել բիզնես գաղափարի, կարծում եմ պետք է նաև պահպանենք հեղինակային իրավունքը։ Ինչպես ես դու վերաբերվում այս հարցին։ Իրականում համաձայն եմ Մարիաննա ջան, երգը շատ տարածում է ունեցել, ասեմ մարդիկ են եղել, որ
ինձ գրել են անձնական նամակ, հա, հանեք այս երկրի իմ ուղեղից, եղել է հենց մարդ Կարեն անունով, ով գրել է խնդրում եմ ջնջի այդ երկը, որովհետև արդեն անհնար է դիմանալու չի, որովհետև բոլորը ուղարկում են իրեն, քանի որ իր անունը հենց Կարեն է, բայց սա հարցի մյուս կողմն է, ես համաձայն եմ ձեր հետ, երկը ինքը դարձել է բիզնեսի գաղափար ու ես շատ ուրախ եմ դրա համար, բայց այստեղ համաձայն եմ, որ պետք է պահպանվի հեղինակային իրավունքը, քանի որ շատ տեղերում, բոլոր տեղերում չի նշվում, թե ով է երգի հեղինակը։ Իհարկե, տեսանյութեր նկարողները շատ լավ գիտեն, հա, թե TikTok-ում, թե Instagram-ում կամ Facebook-ում, որ ես եմ հեղինակը, բայց հենց բիզնեսի մեջ կարելի է մի փոքր, հա, փորձել մարդկանց հասցնել, թե ով է հեղինակը։ Հուսանք, որ հետագայում արդեն այդպիսի խնդիրներից կխուսափենք։ Մի փոքր առաջ անցնելով արդեն Կարենի թեմայից, դու բլոգերությամբ սկսել ես զբաղվել մի քիչ ավելի վաղ, բայց կարծես թե կոնտենտը հիմնականում աշխատանքային է եղել, չնայած որ հումորի զգացումը բոլոր տեսանյութերում երևում է ու երբ որ մարդիկ շատ են գրում, որ երբ որ վատ տրամադրություն են ունենում, բացում են էջդ ու առաջինից մինչև վերջին տեսանյութը ուղղակի անհնար է զսպել ծիծաղը։ Բայց սկզբնական շրջանում ավելի մասնագիտական, հա, դաջվածքների թեմայով են հիմնականում տեսանյութերը, իսկ հետագայում սկսեցիր ստեղծել այնպիսի տեսանյութեր, որոնք վիրուսային տարածում գտան համացանցում ու ամենակարևորը, ինչքան էլ որ հումորային են, կան նաև շատ գրոտեսկային այսպիսի ձևակերպումներ, որ մարդիկ անհամեմատ շատ են սիրում, տարածում են, նույն արտահայտությունը տեսնում ենք մեկնաբանություններում հազարավոր մարդկանց կողմից եւ դա արդեն խոսում է այն մասին, որ քո կոնտենտը տարածվում է, քո կոնտենտը սիրվում է, բայց մի բան է հետաքրքիր, ինչպես հենց որոշեցիր այս ուղղության վրա կենտրոնացնել քո կոնտենտը, որովհետեւ ինչքան նայում եմ, տարբեր էր, հումորային էր, բայց հիմա արդեն շատ հստակ է։ Կպատմես ոնց որոշեցիր, որ հենց սա պիտի նկարենք ու սրա վրա պիտի կենտրոնանանք։ Էջը ամենասկզբից եղել է որպես բիզնես էջ, տատուի էջ, որովհետև ամենասկզբից ես զբաղվել եմ հենց տատույով։ Վիդեոները եղել են հիմնականում տատուի հետ կապված, բայց դարձավ հումորային այն ժամանակ, երբ որ շատ լավ հիշում եմ, դեկտեմբերի 26-ն էր, մաման տուն եկավ ու ասեցի մամ, մի հատ վիդեո եմ ուզում նկարենք, զարմացած ասեց ինչ վիդեո, ասեցի դու հարևանի տանից գալիս ես տուն, չղայնացած խոսում ես, ես հարցնում եմ ինչ ա եղել, ու դու ինձ պատասխանում ես, որ հարևանի երեխեքը անանասը կերել են, հիմա չգիտի ինչա նոր տարվան դնելու սեղանին։ Իհարկե մամայի համար այդ մի քիչ շատ բան էր, բայց համաձայնվեց ու պլանավորել ենք, որ ինքը պետք է հենց հարցնի, բա դու ինչ ես կերել այդ ժամանակ։ Ես պատասխանում եմ, որ միրգ եմ կերել, ասում եմ ինչ ես կերել, ասում եմ անանասն եմ գտրել ու պլանավորել ենք, որ իր ձեռի փոքր արկղը ինքը պետք է շպրտի դեպի պատը, կպնելու է պատին ու ընկնի։ Մաման շպրտում է այդ արկղը, կպնում է պատին ու ուղիղ իմ գլխին։ Այդ եղել է մեր առաջին վիդեոն, որ այդ օրվանից ինքը շատ մեծ տարածում գտավ, մանավանդ ամանորյա այդ եռուզեռի ժամանակ, ու տեղից որոշվեց, ես որոշեցի իմ տատուի վիդեոները ընդհանրապես հեռացնեմ, ու մենք սկսեցինք հումորային այդ կոնտենտը, ինչը որ սիրվեց շատ շատերի կողմից, ու առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլոր այն մարդկանց, ովքեր ամենասկզբից եղել են իմ հետ, ու մինչև այսօր իմ հետ են, ուզում եմ ասեմ շնորհակալություն։ Մամ, ինչ ա եղել։ Ինչ պիտի լինի, հարևանը երեխեքը անանասը կերել են, հիմի չի մանում անանասը ոզրի սեղան, նոր տարվա օրը։ Հաց կերել ես։ Միրգ եմ կերել, Ինչ ես կերել։ անանասն եմ գտրել։ Իրականում շատ երկար ժամանակ է, որ ես փորձում եմ մամային բերել էկրան դեպի։ Ամենասկզբից պայմանավորվածությունը եղել է այսպես, որ ինքը համաձայնվել է իմ հետ հումորային, հա, վիդեոներ նկարելու, այն պայմանով, որ ինքը չի երևալու, բայց ես փորձում եմ ամեն կերպ իրեն համոզել, որ ինքը գա, հա, ու ներկայանա, մարդիկ վերջապես տեսնեն, որովհետև արդեն 1 տարի ու մի քիչ ավել է, որ մարդիկ նույն բանը ինձ ասում են, երբ ենք տեսնելու մամային, ժողովուրդ, չգիտեմ։
Արի ասա։ Իրալ։ Ափսոս, որ ոչ մի կերպ մամային հնարավոր չի լինում համոզել, որ գա ողջունի իր սիրելի հետևորդներին, որովհետև այդ քո տասնյակ հազարավոր հետևորդները ոչ թե միայն քոնն են, այլ նաև հավասարապես մամայինը։ Պետք է աշխատել այս ուղղությամբ, որպեսզի համոզենք նրան վերջապես երևալ հասարակության մեջ։ Շնորհակալ եմ շատ, կարծում եմ շատ հաճելի ու հավես ունեցանք, բայց ես ամբողջ ընթացքում այդ հարցը ուզում տայի, այդ կենաց ծառի չի հետաքրքրված։ Այդ կենացարը իրականում նվեր է։ Ինքը հարստության խորհրդանիշն է, իմ մտածելով էլի, ես տենց եմ պատկերացնում, բայց իմ համար ինքը զուտ ինչ-որ աշխատանք է, որը որ շատ հավանում եմ, ու գովաստ չի էլի ժողովուրդ։ Կարեն ցավը տանեմ, ապրեց Կարեն, լավ մարդ Կարեն, նպատակներդ կկատարվեն, տաշ։ Դե ինչ Տարոն ջան, շնորհակալ եմ շատ, որ ընդունեցիր հրավերը եւ մենք շատ հետաքրքիր զրույց ունեցանք, բավականին ուրախ։ Եվ եթե սիրելի հետևորդներ դուք հավանեցիք այս ֆորմատը, կարող եք գրել մեկնաբանություններում ու մենք հետագայում նոր թեմաներով այսպիսի տեսանյութեր կնկարահանենք ձեզ համար։ Շնորհակալ եմ Տարոն ջան, քեզ մաղթում եմ նորանոր հիթեր, նորանոր հաջողություններ եւ վստահ եմ, որ քո տաղանդը տարբեր դրսևորումներ է ունենալու եւ հասարակությունը միշտ բարձր է գնահատելու այն աշխատանքը, որը դու կատարում ես։ Եվ հատուկ շնորհակալություն մայրիկին, չնայած որ չհամաձայնեց Երևալ այսօր, բայց խնդրում եմ փոխանցիր նրան, որ մենք բոլորս նրան շատ ենք սիրում։ Ես էլ եմ շնորհակալ Մարիաննա ջան, շնորհակալ եմ հրավերի համար, շնորհակալ եմ հաճելի զրույցի համար։ Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր այն հետևորդներին, ովքեր որ դիտելու են։ Հուսով եմ, որ իրենք կհավանեն, հա, եթե հավանեն, մենք նորից կհանդիպենք այս ձևաչափով։ Ու ուզում եմ ասել, որ իմ հետևորդներին բոլորից շատ սիրում եմ, ճիշտ է, մաման չեկավ, հա, ու այդ մամային չտեսակ, բայց իմացեք, որ մի օր ես հասնելու եմ նրան, որ համոզելու եմ մամային ու մաման երևալու է, ու բոլորը տեսնելու եք այն մամային, ով ուղիղ 1 տարի մի քիչ ավել տանջում է բոլորիդ ու հետաքրքրություն եմ առաջացնում մինչև այսօր։ Շնորհակալություն քեզ, Մարիաննա ջան, շնորհակալ եմ բոլորիդ։ Հե, մամա, Տեսել ես Ռուզանի քյավտար տղեն ինչ աղջիկ առե։ ուր դու ցաղարը։ Գումի շուկայ, որ ասեմ քավատած դեբիլ։ Սիրունա։ Մերլին Մորրոնա։ Ֆիգուրացի։ Ունա քանդում։ Ոնց։ Ոնց ումնա քանդե մամա։ Ոչ մեկի տունը չի քանդում, տղա ջան, ասում եմ տեսել ես այդ աղջիկան դու։ Չէ, մամա, դու տեսել ես։ Չէ, Սուսանա ինձ ասեց։ Մամա, դու չես տեսել։ Չեմ տեսել։ Բա դու ինչ գիտես, տունա քանդի։ Ասում է զգուշելի տխուչ չանգլի։ Չանգլի, ինչ անե։ Չանգլի։ 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 Բա դու ինչ գիտես, քանդում է։ Տունա քանդում։ Այ ձենդ կդրի։ Կիլոյով է առը։ Պարոն Գավրիելյան ջան։ Խիչի աշխատի, կաշխատի։ Հա, ինչ անի։ Խշա։ Բանը ինքը շանթում աշխատում էր ինքան խշշրեցին երեխուց, փողերը չտվեցին։ Հա, խիչի աշխատի։ Հեսա մի րոպե կզանգեմ, լավ։ Գործը տել եղավ։ Գավրոշյանն ասեց թող գա ազատության ալիք, գիշերը 12-ին ըլնի ալիքում, որ խշա։ Այսինքն խշա։ Այդաս 12-ից 12-ը խշաս։ Մամա, ձեռես առ։ Գործ չէի մանգալի։ Ձեռես առնում դու ինձ։ Խշոցը չլսեմ, հելի պատրաստի, որ ժամը 12-ին է թալու ես, գիշերը։ Ուր են Պատրաստի։ Ազատության ալիք, Խի։ որ խշաս։ Մենակ խշալն է լավ ստացվում քոմոդ։ Լսար։